Բարև ձեզ, սիրելիներ, այսօր ուրախ եմ ինձ դե Մարոն Արաբաբյան, Մամուշ Վենդի վերուձական կենտրոնի նախագահ ազգային ժողովրդական բևերի խորհրդի անդամ։ Բարի եղեք, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Ջանում ենք լավ լինել այս վիճակում ինչքան հնարավոր է։ Համաձայն եմ։ Բարոն Բաբյան, նախ առաջին անգամ թողնվեք ձեզի ողջունել, որովհետև շատերը միշտ կփորձեին բևերը այսպես նկարագրել, սևացնել, որ ինքը ամերիկյան գործակալ է, սոլոսական է եւ այլն, սակայն պաստորեն դուրս եկավ, որ բևերը ազգային շահերը կվերատասե, որովհետև շատ այսօր Փաշինյանիզմի գազի մեջ գույր շեփորներ կան, սազանդալ որ գսեն, որ կողջունեն Ամերիկայի դիլակցություն եւ այլն, սակայն բևերին գեցված կողջունեն, որ նկատած է, որ այս բոլորը որ դերին ունենա Հայաստանի եւ Հայաստանի ազգային շահերուն դեմ է։ Ինչ կուզեք ասել ժողովրդի մորցեզի գուզեր նկարակել իբր սիոնիստ, սորոսական ամերիկյան գործակալ CIA եւ այս գիտեք կոսմոսիոլիա հիմալությունները։ Գիտեք, մեզ միշտ մեղադրել են տարբեր բաներում եւ հիմա էլ բնականաբար կմեղադրեն, պարզապես տվյալ պահին, որ մեղադրանքն է ընկալվել ավելի բացասական, այդպես են մեղադրել։ Ժամանակին այո, ավելի ասում էին, չգիտեմ, ամերիկյան գործակալ, սորոսական, թե ոչ ես, ոչ բևերը երբեք ոչ Սորոսից, ոչ որևէ մեկից մի ցենտ կամ լումա դրամաշնոր չի ստացել եւ այլ, հետո բնականաբար հիմա քանի որ ռուսամետ լինելն է ավելի բացական ընկալվում, բնականաբար հիմա էլ ոմանք այսպես պիտակավորում են որպես ռուսամետ։ Նայեք, մեզ համար կարևորը մեր երկրի, մեր պետության, մեր ազգի շահն է եւ մենք առաջնորդում ենք վերլուծությունները կատարելով այդ ձևով։ Հիմա քաղաքական առումով մեր հիմնական սկզբունքային դիրքորոշումը եւ դա ամրագրված է մեր ծրագրի մեջ եւ մենք երևի միակ կուսակցությունն ենք, որ տարիներ ի վեր ծրագրային հիմնադրույթով ամրագրել ենք Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու նպատակը եւ գտել ենք, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ապա։ Հիմա եւ ուրախ ենք, որ ինչ որ քայլեր արվում է, բայց այս ամեն քայլերի մեջ մանրամասները կարեւոր են։ Արդյոք ինչ վտանգներ կան սրա մեջ, արդյոք չի ուռճացվում այդ քայլը կամ արդյոք ժամանակային առումով այդ քայլը ինչքանով է մնայում, որովհետև ես հասկանում եմ նախընտրական տարի է եւ այսօր իշխանությունները ամեն ինչ անում են ելնելով այդ նպատակից ցույց տալ, որ մենք գեր հաջողություններ ունենք եւ այլն, եւ այդ մրցավազքի մեջ եւ քանի որ նպատակը արագ է ամբողջ անել, այ հիմա է պետք նախընտրական փուլում է պետք, իրանք շատ հաճախ զիջում են մեր շահերը կամ ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք մոտաբակայում կարող են խնդիրներ առաջացնել, մենք կարող ենք առաջիկայում ավելի մանրամասն խոսանք այդ հարցերի մասին։ Այո, խնդրեմ, մեր նպատակը որ դուք իմ հարցումները չէ, այլ դուք հանրության հստակացնեք, վստահ եմ որ ցեզի հարյուրավոր միլիոններ արդեն հրավիրած են եւ լսած են Հայաստանի մեջ։ Սակայն ինձ գիտակրե որ նաեւ սպիրկն է, որի որոշ մարդիկ սպիրկն ասելիքին գեդեվին, սպիրկին ապացուցեք, որտեղ սպիրկի մեջ ինձ մարդիկ իշխանավոր որ Հայաստանը արդեն դարձած է փոքրիկ Իսրայելը Ամերիկայի համար, այդ բան չափազանցված։ Խնդրեմ, հրամեցեք։ Վերլուծենք Վենսի այցը, որը կարևորագույն իրադարձությունն էր, եւ տեսնենք իրական, ես ուզում եմ շեշտել, իրական ինչ արդյունքներ կա։ Միանգամայն ողջունելի է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան, սա կարևորագույն իրադարձություն է եւ մենք պաշտոնապես դա ողջունել ենք։ Բայց ինքնին միայն այս այցը համարել, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց, 99 տարով երաշխավորում է Հայաստանի, չգիտեմ, ապագան ու անվտանգությունը, մեղմ ասած չափազանցված է եւ դաշնակից էլ չի, որովհետեւ որևէ փաստաթուղթ դրա մասին չկա ստորագրված, որևէ հիմա շատ տարածված է ինստիտուցիոնալ հարց լուծված չի։ Եթե մեր ասած այդ կարգավիճակը ՆԱՏՕ-ի ոչ անդամ non-NATO member major ally of the United States այդ կարգավիճակը, որը Հայաստանին հնարավորություններ տալու էժան զեն գնել կամ ստանալ եւ այլն, այդ ուրիշ է։ Հիմա մենք ունենք մի վիճակ, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ, ինչպես փաստաթղթ unintended անցում։ Եվ դա ստանում է ինքը։ Եվ դա ստանում է, որովհետև
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այնտեղ կարող է ընդհանրապես որևէ մարդկային գործոն չլինի, այսինքն գնան այդ ինչ որ ավտոմատ վերահսկում, բացի այն փաստաթուղթը, որ ի հայտ եկավ հունվար ամսին, այնտեղ կա front office հասկացությունը, այսինքն որ պիտի շփվի, որի մեջ պետք է չլինի Հայաստան, սա մեկ, մյուսը Հայաստան ունի ընդամենը 26% այն ընկերության մեջ, իսկ դա ընկերություն է, company է, այսինքն է Trip Development Company, հետևաբար ինքը անկախ նրանից, որ 6 անգամ հիշատակված է Հայաստանի ինքնիշխանություն ձևակերպումը, միևնույնն է, ինքը տալիս է այդ տարածքի կառավարումը տվյալ ընկերությանը եւ հանձնում ինքնիշխանությունը։ Հիմա, եթե այդ ինքնիշխանությունը մնա Միացյալ Նահանգների կառավարման ձեռքին, որ էլի մեզ համար ընդունելի չի, որտեղ դա օտարում է, ուրիշին տրվելիք է, բայց ոնց որ ասած չայրած փոքրագույնն է։ Փաստաթղթում ամրագրված է, որ ընկերությունը, այսինքն իրավունք ունի փայատերը վաճառել կամ նվիրել իր բաժնետոմսերը։ Ճիշտ է, այնտեղ ասում է, որ այսինքն մյուս կողմի համաձայնությամբ, բայց ես վստահ եմ, եթե օրինակ նույն Միացյալ Նահանգները վաղը որոշեն իրենց 74%-ի, ասենք 30%-ը վաճառել Թուրքիային կամ Իսրայելին, կամ, չգիտեմ, Ադրբեջանին, կամ ինչ որ մի օֆշորային ընկերության, որտեղ այդտեղ մասնավոր ընկերությունը մեջտեղ գա, որի բաժնետերի մասին մենք երբեք չենք իմանա, այդ օֆշորային ընկերությունը, չի կարող է գա, ասես բաժնետերն առնում եմ, ես եմ եւ այլն, Հայաստանի իշխանությունը ոչ չի ասելու եւ համաձայնել է տարբեր պատճառներից ելնելով հիմնական անգամ եթե մենք բացահայտենք, որ օրինակ դա գնում է Թուրքիայի կամ Ադրբեջան ձեռքասերեն, դե լավ հոկռիվ չենք անելու, այսքան բան զիջել ենք հանուն խաղաղության, հիմա սա էլ պիտի զիջենք, որպեսզի այդ խաղաղությունը լինի։ Այսինքն այդ վտանգները կա մեջ եւ դա լինելու է վաճառքը անպայման է լինելու հուսանք որ այդ վաճառքը գոնե սրանց չի գնա որտեվ տեսեք եթե ներքաշվում է Թուրքիան կամ Իսրայելը կամ Ադրբեջանի ու Թուրքիայի պարագային հասկանալի է ուրեմն իրանց ձայնը ավելի հնչելի է այդ ընկերության մեջ ավելի որոշիչ քան մերը Իսրայելի պարագայում մենք կարող խնդիրներ ունենք Իրանի հետ որովհետև հասկանալի է որ այսինքն Իրանը բնավ չուզենա այս իշխանության հետ միգուցե վաղը եթե իշխանափոխություն լինի Իրանում եւ Իրան արևմուտք հարաբերությունները փոխվի այլ վիճակ է այդ ժամանակ սկզբունքորեն շատ բան այլ կլինի բայց գիտենք մենք չգիտենք ինչ կլինի այո հիմա վիճակը լարված է Իսրայելը օրինակ գիշերը հարվածել էր եւ կարևորագույն երկու գեներալի սպանել իրանական եւ այլն բայց մենք չգիտենք այս ամբողջ ուրա գնալու այդ առում մյուսը շատ խոսվեց որպես մեծ նվաճում այդ ատոմակայանի կառուցման հարցը մոդուլային որ ասվում է որոշել է չկներեք նման պայմանագիր ու համաձայնություն չկա անգամ ատոմային էներգիայի վերաբերյալ համագործակցության փաստաթուղթ չի ստորագրվել դա էլ չկա այդ անգամ վարչապետի կայքեջում սխալ էր գրած նու սխալ ասենք թողենք անմեղության կանխավարկած ասում են նման փաստաթուղթ ասել չի ստորագրվել է այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունների ավարտի հայտարարությունը այսինքն հայտարարել են որ մենք բանակցել ենք ավարտել ենք դրանից հետո պիտի այդ փաստաթուղթը որը մի մեծ կոնվենցիայի ասպես կոչված 123-րդ հոդվածն է կոչեցյալը որ 50-ականներից է գործում դա պիտի ստորագրվի որը պիտի կոնգրեսի կողմից այսինքն սենատի եւ ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվի հետո վավերաստի ամնի նախագահը դրանից հետո ամերիկյան ընկերությունը իրավունք կստանա մեզ վաճառելու, սա ուզում եմ հատուկ շեշտել, մեզ վաճառելու 5 միլիարդ դոլարի սարքավորում եւ 4 միլիարդ դոլարի վառելիք եւ ծառայություն։ 9 միլիարդ դոլարի գործարքա, բայց կրկնում եմ, սա ոչ ներդրում է, ոչ նվիրատվություն, սա բիզնես ծրագիր է։ Այսինքն այդ թույլտվությունն է ստանում։ Ինչպես այսօր այդ թույլտվությունը ունեն եւ այդ ստորագրած եւ այդ փաստաթուղթ ուժի մեջ է Կանադայի հետ Ղազախստանի հետ, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ եւ ավելի քան 40 երկրների հետ այդ ուժի մեջ է նման փաստաթուղթը։ Դեռևս այդ 40 երկրներից չգիտեմ, որևէ մեկում կառուցած կա նման
ատոմական թե ոչ։ Ես որպես մարդ, որը տարիներ առաջ զբաղվել եմ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցով, կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանի համար ամենահարմար տարբերակը դա կանադական կանդու ռեակտորներով ատոմակայաններն են։ Ինչու՞։ Որտեղ սա աշխարհում միակ ռեակտորի տիպն է, որը օգտագործում է ոչ հարստացված ուրանիում, non-weaponized ուրանիում կոչեցյալը։ Այսինքն Հայաստանում արկա թափոնները կարող են արդեն իսկ ծառայել որպես վառելիք, մեկ, Հայաստանում արկա ուրանիումի պաշարները, ճիշտ է, մենք հանքավայր չունենք, բայց ունենք պաշարներ, այսինքն չենք արդյունանում, որտեղ ինչ պետք է անենք, բայց եթե մենք ունենանք ատոմական, որը ոչ հարստացված ուրանիում կարող է օգտագործել 200-400 միլիոն դոլար ներդրման պարագային կարելի է ունենալ տեղական հումքը բացի այդ թափոններից։ Եթե մենք այդ տեղական հումքի կարիքն էլ ունենանք, ինչու՞, որովհետև աշխարհում շատ երկրներ, մասնավորապես Ճապոնիան, այսօր տալիս է յուրաքանչյուր կիլոգրամի համար $10,000 վճար, որպեսզի այդ թափոնը վերցնեն եւ օգտագործեն։ Դա հնարավոր է օգտագործել միայն կանդու ռեակտորում։ Աշխարհում կան մի քանիսը եւ տեսեք ինչ են անում շատ երկրներ։ Օրինակ Չինաստանը, որ ինքը կառուցում ատոմականներ եւ ունի, ինքը նաեւ կառուցում է կանադասի հետ միասին կանդու ռեակտորով աներ ատոմակայաններ, ատոմական այցև մի հատ Ռումինիայում կամ մի շարք, որպեսզի մյուս ատոմակայանների թափոնները, որոնց պահպանում ինքնին խնդիր է եւ վտանգավոր է, օգտագործի կանդուի մեջ, դրանով իսկ նվազեցնի ռադիացիայի վտանգը, թափոնների վտանգ եւ ստանա էլեկտրականություն։ Հիմա մենք ունենք ատոմակայան, որը դեռ գործելու է դեռ։ Այսինքն էլի ունենք թափոններ։ 2000-ականների սկզբին մոտ 22 տոննա թափոն ունեինք, հիմա ելի կրկնակի ավել է, որտեղ որևէ լուր չի եղել դրանց Հայաստանից տեղափոխման վերաբերյալ, որովհետեւ դա օդային ճանապարհով հնարավոր չէ, դա արվում է հատուկ երկաթուղային, կրկնում եմ, հատուկ երկաթուղային վագոնների միջոցով, որը Հայաստանը չի ունեցել ոչ Վրաստանով դեպի Ռուսաստան, ոչ Ադրբեջանով։ Եվ կա տեսակետ, որ այս երկաթուղին, որը պիտի Ադրբեջանի վրայով գնա Ռուսաստան, որը պիտի դեռ չգիտենք ինչքանով կլինի, որտեվ եւ եթե դա գործարկվի նաեւ այն հատված, այսինքն Նախիջևանի երկաթուղին միացվի հայկական երկաթուղու հետ, նաև մեծամորից պիտի տեղափոխվեն այդ թափոնները դեպի Ռուսաստան, որովհետև եթե դա ճիշտ է օգտագործում, դա ոնց որ ասած արժեքավոր բան է ի վերջո։ Կարճ ասած, դա էլ ատոմային հարցով, որը այո, պետք է նոր ատոմական միանշանակ, բայց ով ասեց, որ սա է ամենալավը, եւ նորից եմ կրկնում, դեռ որևէ պայմանավորվածություն չկա, եւ ամենակարևորը կրկնում եմ, սա ամերիկյան կողմից նվիրատվություն չի, սա բիզնես առաջարկ է, այսինքն երբ որ կհաստատի Միացյալ Նահանգների իշխանություն իր կողմից, որ տվյալ ընկերությունները վաճառելու իրավունք ունեն կառը, հիմա մենք $9 միլիարդ, սկզբնական ներդրում $5 միլիարդ ունենք, թե չունենք, իհարկե չունենք, որտեղ հաստատ այդ $5 միլիարդ կեսով կարելի է կառուցել, իմ ասած այդ կանդու ռեակտորները, ավելին ասեմ ձեզ, ճապոնացիք սիրով պատրաստ են հովանավորելու այդ հարցը, որտեղ Ճապոնիան չի կարողանում կանդու ռեակտորով կառուցել, որտեղ օրենքով արգելված է, այն իրենց հին ատոմականների պատճառով եւ այլնս Հիտաչի եւ Մարուբենի ընկերությունները, որոնք հիմնական սեփականատերն են ատոմային էլեկտրակայանների, խնդիր ունեն։ Այսինքն, սա ոչ ֆինանսավորման հարց կա, ոչ էլ պահպանման հարց կա, եթե ճիշտ ճանապարհով են գնում։ Բայց սա ավելի քան քաղաքական ժեստ է։ Մյուս հարցը, որը այսպես էլի տարփողվեց, այդ որ միջանցքը ապաշրջափակում է Հայաստան։ Կներեք, այդ միջանցքը Ադրբեջանի մի մասը կապում է Ադրբեջանի մյուս մասի հետ, որտեղ մենք հայաստանցիներս մուտք չունենք անգամ։ Ոնց է ապաշրջափակում։ Հիմա այո, եթե դա շարունակի Նախիջևանով դեպի Հայաստան, Գյումրի, Գյումրից Կարս, եւ այսինքն երաս Գյումրի հատվածը դառնա միջազգային բեռնափոխադրումների ճանապարհ, գուցե մուտքերը, եկամուտները կշատանան, բայց արդեն իսկ Թուրքիան սկսել է կառուցել Նախիջևան Իգդիր Կարս երկաթուղին,
Փողը արդեն ստացել է դրա համար վարկը 2.8 միլիարդ եւ ինքը երբևէ չի հանդուրժելու, որ Հայաստանի տարածքով անցնի այդ բեռնափոխադրումները։ Հիմա Հայաստանի տարածքով անցնելու այդ 42 կիլոմետր դեռ մի կողմ են գնում դրա քաղաքական ռազմական վտանգները մենք տեսանք որ Հայաստանը պարզապես այդտեղ կորցնում է իր վերահսկողությունը։ Նայենք ֆինանսական մասով եթե 1 միլիոն դոլար կներեք 1 միլիոն տոննա բեռնափոխադրում իրականացվի այդ միջանցքով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, դրա տրանզիտային տարանցման վճարը լինելու է առավելագույնը 5 միլիոն դոլար։ Այդ 42-ը 5 միլիոն դոլար։ Եվ սա ասում եմ մասնագիտական կարծիքները, սա մեր հաշվարկն է, մասնագիտական ինչ է։ Այսօր Հայաստանի ամենամեծ ընկերությունը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով եւ այլն, դա Ապավենն է։ Նայեք Ապավենի տնօրենի կարծեմ Գագիկ Աղաջանյանը ազգան հանդիպումն ու ելույթը Civilnet-ում, այնտեղ այդ հարց ու պատասխանները կա 5 դոլար։ Հիմա մենք տոնան շատ է թե քիչ է։ Այսօր վրացական երկաթուղով այդ հայտնի Բաքու Թիֆլիս կարսով տարեկան փոխադրում 1.7 միլիոն տոննա, 1 միլիոն 700,000 տոննա բեռ։ Հիմա Վրաստան դրանից շատ է ստանում, որտեղ այնտեղ 200 քանի կիլոմետր է անցնում։ Հիմա տարողունակությունը, փոխադրելու տարողունակությունը վրացական երկաթուղու առաջի փուլում 5 միլիոն տոննա է եւ մինչեւ 20 միլիոն տոննայի հնարավորություն։ Իրենք չեն կարողանում մոտենալ դրան։ Հիմա 1 միլիոն տոննա բեռնափոխադրում այդ ճանապարհով մեզ մոտ կարա հասնի լավագույն դեպքում 10 տարի հետո, եթե աշխարհը ամեն ինչ նույնը գնա, բայց հաստատ չի լինելու, որովհետեւ ամեն մեկը աշխատում է այլ մի քանի ճանապարհներով տանել։ Եվ այստեղ հարցը, ինչու այդ ընկերությունները չպետք է օգտագործեն ավելի կարճ, սա ուզում եմ շեշտել, ավելի կարճ Բաքու Թիֆլիս կարճ երկաթուղին, բայց օգտագործեն, ասենք Բաքու, Մեղրի, Նախիջևան, չգիտեմ, Գյումրի այդ երկաթուղին, որը ավելի երկար է, մոտարապես 30-40%-ով երկար, բայց չկա ավելի թանկ է։ Հետևաբար ինչ որ բեռնափոխադրում կլինեն, Նախիջևանի համար կլինի, գուցե Թուրքիայի համար այսքան ներքին փոխադրում կլինեն, այն էլ հիմա չի լինի Թուրքիայի համար, այսինքն միայն այն ժամանակ կլինի, երբ որ կկառուցվի Իգդիր Կարսը, բայց էլի հարց առաջանում, ինչի թուրք բիզնեսմենը պիտի տանի այս հարավային ճանապարհով եւ սա երկրորդը։ Հիմա որտեղ ամենալավ կողմն է այս այցի։ Ամենալավը դա արդեն վաղուց սկսած եւ ըստ էության Վենսի հետ կապ չունեցող եւ ներկա իշխանությունների հետ կապ չունեցող Nvidia ամերիկյան ընկերության ծրագիրն է Հայաստանում big data center կառուցելու, որը տարիներ ի վեր սրա շուրջ գնում էին բանակցություններ, անհասկանալի պատճառներով իշխանությունները ձգձգում էին այս առաջարկները, մեկ էլ հանկարծ անցյալ տարի հուլիսից սկսեցին ոգևորվել, հիմա իշխան մոտենում է բանի, ընտրական հաշիվներով, ուղղակի որս է որ մենք էլ ակոնում։ Այո, հիմա այո շատ կարևոր է 500 միլիոնի ներդրում էր նախատեսվում, հիմա նախատեսվում 4 միլիարդի ներդրում ամերիկյան Nvidia։ Եվ այստեղ մենք շնորհակալություն պիտի հայտնենք մեր սփյուռքահայ գործարարներին, Nvidia-ի փոխնախագահ Ռև Լիբարիտյանին եւ նույն այլ հայ մեծահարուստների, որոնք այս գործի մեջ կա, որոնք իդեպ որոնց մի մասը թուղթ էր ստորագրել եկեղեցու վերաբերյալ 3 եւ առաջի օրը, հա, որոնց հաջողվեց եւ լոբիզմ անել եւ պատրաստակամություն հայտնել եւ ստանալ ամերիկյան իշխանության համաձայնությունը։ Վենսին ձեռնատու էր դրա մասին եւ հայտարարել Հայաստանում եւ կնքն իշխանության եւ արեցին։ Կրկնում եմ, սա ամենալավ բանն է, որը իրական ներդրում կա, բայց սա կրկնում եմ գործընթացը, որը սկսել է վաղուց։ Գործընթացը, որը կարող էր վաղուց արդեն ամբողջացած լինել, որը ձգձգվել է եւ որը կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ, դա կապ ունի ամերիկյան իշխանությունների հետ։ Այո, շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին, որոնք չեն արգելել այդ չիպերի վաճառքը Հայաստանին։
Եվ այն մյուս հեքիաթները, որ ամերիկան չիփերի գործարանա կառուցելու Հայաստանում իրականության չի համապատասխանում։ Դրանք չիփեր են, որոնք Nvidia-ի դիզայնով, ծրագրավորմամբ Տայվանում արտադրվելու են նիդերլանդական սարքավորումների վրա, ներմուծվելու են Հայաստանում հավաքվելու են եւ ծառայություններ են մատուցելու եւ հայաստանյան եւ Հայաստանից դուրս գտնվող ընկերությունները, որը կրկնում եմ շատ լավ։ Դա իր հետևից ստանելու է հսկայական գիտահեն չեմ ուզում ասել արտադրություն, արդյունք, սենց ասենք, էլի։ Եվ նաև վստահություն ալ լինում, այսինքն Nvidia-ի մուտքը Հայաստան, եթե 4 միլիարդանոց ներդրումը կատարվի Հայաստանում, որը դեռևս խոստում է, այսինքն չէ, բայց շատ հավանական է որ կլինի, Հայաստանը կհայտնվի աշխարհի այսպես 5-ից 10 տեղում գտնվող երկրների թվով իր այս կենտրոնի հզորությամբ։ Իսկ դա Աստված սա շարունակի զորը, ստեղ ուրիշ խնդիր կա։ Այս ինչի ամերիկան հենց մոդուլային ատոմբականի հետ գնում, որտեղ սա խժռելու է մեծ քանակությամբ էլեկտրականություն իր հովացման համակարգի համար եւ այլն, այնտեղ բան է ինքը։ Բայց տեսեք, օրինակ ֆինները շատ խելոք բան են արել, Ֆինլանդիայում էլ կա։ Այնտեղ ցուրտ երկիր է, իրենք այդ հովացման համակարգը կապել են իրենց բնակարանների շենքերի ջերուցման համակարգի հետ եւ այդ տաքության վրա ոչ թե փող են ծախսում հովացնելու, այլ ընդհակառակ դրանով տաքացնում են մյուս բաները։ Հիմա դա պիտի կառուցվի Հրազդանում։ Հրազդանում դեռ սովետական միությունից ի վեր Հրազդան Չարենցավանում մեծ ջերմոցներ գոյություն ունեին։ Հիմա իմ խորհուրդն է, գուցե արդեն մտածել են, ինչպես շատ տեղերն ա լինում, այսինքն ոչ թե շատ փող ծախսել այդ այսինքն հովացման համակարգերի, այլ այդ ջերմոցը օգտագործել ջերմոցային տնտեսության համար, որտեղ այսօր Հայաստանում ջերմոցային տնտեսությունը մրցունակ չի, իսկ եթե վաղը Թուրքիայից սահման բացվեց ընդհանրապես անմրցունակ է դառնալու, որտեղ հսկայական ծախս է արվում գազի միջոցով տաքացնելու ջերմոցները, այդ բանը օրինակ համար Nvidia-ն կարող է ստեղծել իր ջերմոցային տնտեսությունը, որ իր համար մեծ փող չի, մի 10-20 միլիոն դոլար դնել եւ բարեգործական նպատակի համար օրինակի համար բանջարեղենը, չգիտեմ, բարեգործական նպատակի համար բաժանել դպրոցներին, որփանոցներին, ծերանոցներին եւ այլն, կամ ինչ որ մի այլ բան։ Այնպես որ կրկնում եմ, կարևոր է այցը, այո, արդյունքներ կան, բայց պետք չի ուռճացնել եւ պետք չի մեծ կեղծ սպասելիքներ այստեղ կերտել հանուն նրա, որ ինչ անտրապայքար է։ Այո։ Ոյակա Վարոբաբյան, ինձ շատեր հակնելով շատերը դրևս իրավացի ոլորեն, շատերն արարիական գերբով ասկան ժողովրդական բևերը այն ուժներ որ կչադակով էր լավ հարաբերություններ արեմուտքի հետ եւ իր իրավունքն է գցկտեր որ իհարկե լինի արեմուտքի ամենին վստահելի քաղաքական ուժը սակայն այսօր ըստ երևույթին վենսնա կարծես սա որ ինքը գաչակցի անուղակի գերբով Վարշավետ Փաշինյանի ընդրուչան հարց մգա այստեղ որ ինչու այսօր ամերիկան պիտի թեկի բևերինգոմ օրինակ երբ որ Փաշինյանը ամեն ինչ իրեն գուտա իսկ բևերը ավելի ասկային դիրքերը կալով այդպես էլ թյուրին հեշտ ընդարգվող ուժը չէ բևեր եթե ասկային շահերում ես վտանգվի ամերիկայի հետ պիտի փորձի ավելի չեմ ուզում ասել արմատական ավելի բանջկոտ իսկ այստեղ որ մեր իշխանությունը դա գսիրե այսինքն Ռուսիո հետ նույն հարաբերությունները հիմա կանց այնտեղնալ բաղշան խոսքեր այսինքն այստեղ ես չեմ հասկանում ինչպես Վարշավետ Փաշինյանը կարող է այս բոլոր ուժերուն կոհասնել խնդրեմ հրամեցեք Նախ ասեմ ցես բևերը երբևէ չի ակնկալել որ մի որևէ Չէ, քաղաքական ցկտում իրավունք ուներ ինքը արեմուտքի մնում է լեգիտիմ բան է Մեր քաղաքական ձգտումը էլի մենք գտնում ենք որ Հայաստանի ապագան Միացյալ Նահանգների հետ է որովհետև ինչու սա հիմնավոր է միակ երկիրը աշխարհում որ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը իսկ Հայաստանը առնվազն երկակի կրկնակի վտանգի տակ է իր գոյությամբ դա թուրք-ադրբեջանական եւ ռուսական վեկտորներն են ոնց յուրաքանչյուրը սպառնում է Հայաստանի գոյությամբ
Եվ այսօր ցավոք սրտի առաջիկա ընտրություններն էլ ըստ էության այդ ուժերի մեջ են գնալու իշխանության, այսինքն թուրք-ադրբեջանական, որտեղ Ռուսաստանը ավելի ստվերում է, թե Ռուսաստանն էլ կա այդ երյակի մեջ, եւ հակառակ, այսինքն բացահայտ պրոռուսական ուժերի է միջև ալինելու, այսինքն քողարկված պրոռուսական ԿՊ եւ բացահայտ ռուսական ուժերի շատ կներեք, բայց իմ համոզունքով է դա հետևելուց ես չեմ հավատալ, որ որևէ ուժ Բացվետ Փաշինյանն ավելի Ռուսաստանի համար հաջողել ուժ ունի, ես չեմ ասում, ես կարող եմ որ դիմեք զինագիծ Ռուսաստանի Հայաստանի մեջ Բացվետ Փաշինյանն ասիմ դեպավորությունս խնդրեմ։ Իսկ ես էլ դա եմ ասում, քողարկում է իհարկե եւ երբ որ պետք է լինում աջակցել Փաշինյանին, ուրեմն Ռուսաստանում անում են այսպես ասած հակահայաստանյան հայտարարություններ, հակափաշինյանական, մեջտեղ են բերում մարդկանց, որոնք լավ գիտեն, որ հասարակությունը չի ընդունելու, եւ այդ դրա միջոցով ուղղացում են Նիկոլ Փաշինյանի դիրքը։ Եթե Ռուսաստանը ուզենար, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվեր, ինքը չէր խառնվի եւ նման հայտարարություններ չէր անի, ընդհակառակը դաշտից կհաներ պրոռուսական այս խաղացողներին եւ կմնար Փաշինյանը եւ կմնային արևմտամետ ուժեր եւ Փաշինյանը չէր ընտրվի, բայց քանի որ Ռուսաստանին ձեռ է տալիս Փաշինյանը, ինքը ամեն ճանում է եւ ինչի ձեռ չպետք տա։ Հենա Ալեն Սիմոնյանը գնացել էր Մոսկվա, հերթական սերն էր բացատրում, բառացի մի լուպին վաս բարերով, սեր էր խոստանում։ Հիմա նայեք Ռուսաստանի տեսակետից, այդ հռետորաբանությունը դնենք մի կողմ, որ այսպես խոսում են, ասում են, ինչ քայլ է արել ներկա իշխանությունը, որ Ռուսաստանի դեմ է, թվերը նայեք, վերջին 10 տարում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը մեր արտաքին արտահանման շուկան է եղել 15 թվականին մոտ 16%-ով։ Հիմա գիտեք ինչքան է, 35%։ Կրկնակի ավելացել, այսինքն մեր կախվածությունը Ռուսաստանից կրկնակի այս իշխանության օրոք շատացել է։ Էլ ո՞նց երանք մեր բանը ինքը պրոռուսական չի։ Արդյոք մենք դուրս ենք եկել որևէ Ռուսաստանի կողմից գլխավորող կառույցից չեն դուրս եկել, արդյոք չեղարկվել է որևէ մի համաձայնագիր, պայմանագիր Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանի շահերը անտեսվեն, ոչ։ Այո, մենք սառեցրել ենք ինչ-որ անդամություն, բայց սառեցված անդամությունն էլ անդամ է։ Կապ չունի, նման կարգավիճակ չկա, հասկանում եք, կամ դու բան ես, անդամ ես կամ անդամ չես, սառեցնել ինչ է նշանակում, ասում է, հապկում սառեցնել է իր անդամությունը, ինչ կապ ունի, կամ բան չենք, մենք չենք մասնակցում աշխատանքներին, հետո ես չեք մասնակցում, ես էլ շատ ակումբների անդամ եմ, չեմ մասնակցում այդ ակումբների աշխատանքը, տանից հոգ չդադարեցի լինել, այսինքն ինչ կապ ունի դա, հիմա այս ամբողջը էսպես է, Ստեղ խնդիրը հետևյալն է, ինչու է արևմուտքը, այո, ցավոք սրտի այսօր Նիկոլ Փաշինյանը ունի եւ Ռուսաստանի եւ արևմուտքի եւ թուրք-ադրբեջան աջակցությունը։ Ինչու? Որտեղ ինքը հարմար է, որովհետեւ ինքը կատարում է բոլորի ուզածը։ Հիմա Բևերի մասին խոսելով ես մի բան ավելի բացահայտեմ, ձեզ շատ պիտի չգնամ, մինչեւ Վենսի գալը մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել Վենսի գրասենյակի հետ, այդ թվում գրավոր, այսպես ասած, փոխանցելով, ստանալով տարբեր բաներ, եւ ասեմ, եւ երկու սկզբունքային հարցում իրենց հետ տարաձայնություն են ունեցել։ Եվ այդ երկու հարցի վերաբերյալ, ոնց որ ասած, մենք ներկայացնենք հստակ մեր տեսակետները, որոնք ամերիկյան շահերի տեսակետից, աշխարհաքաղաքական շահերի տեսակետից, բան չեն, ոնց որ ասած, ողջունելի չեն։ Շատ չխորանամ, ասենք մեկը կապված է Թուրքիայի հետ։ Հիմա բնականաբար մենք իրանց համար գլխացավանք ենք։ Բայց մենք մեր ազգային շահը պիտի պաշտպանենք։ Եթե պետությունը, Հայաստան պետությունը չպիտի պաշտպանի հայերի շահերը եւ հայոց իրավունքները, այդ Հայաստան պետությունն էլ ինչու է Հայաստան, այսինքն ինչու է հայերի երկիր։ Մենակ այն առումով, որ ուզում են ներկայացնեն, որ հայրենիքը դա այսպես արոտավայր է, ուղղակի այս իշխանության օրոք խոտ ավելի կանաչ կլինի, մյուսի օրոք այդքան կանաչ չի լինի, չէ, մեզ պետք չի, կոնկրետ հայրենիքը, եթե մենք հայությանը ուզում ենք, որ Հայաստան ինքը ընկալի որպես հայրենիք, ուրեմն այս Հայաստան, որը շատ կարևոր է, Nvidia-ի օրինակը ես բերեցի,
Կրկնում եմ, չլներ Սփյուռքի մատն ու աջակցությունն արծում, Nvidia-ն չէր գալու Հայաստան։ Ուզում եմ Հազարատ Նիկոլ լներ, այդ հեքիաթները թող չպատմեն։ Հիմա, այսինքն եթե պիտի այն, չգիտեմ, 7, 10, 5, ով ինչքան միլիոն հայկական Սփյուռքը անհատապես եւ հավաքականորեն թիկունք չկայնի Հայաստանին, Հայաստանը շատ ավելի թույլ ու տկար է լինելու։ Այն ինչ որ ուզում է Ադրբեջանը, Եվ Թուրքիան։ Հասկանում եք, սա է հարցը։ Ցավալի է, որտեղ մենք տեսնում ենք այսօր իշխանությունը անում է ամեն ինչ թուլացնելու Հայաստանը։ Խփելով եկեղեցուն, թուլացնում է Հայաստանը, թուլացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու կապը, դա ակնհայտ է։ Նույն ձևի Սփյուռքի դեմ այս քաղաքականությունը, նույն ձևի որ իրականացնում է, խոստացել էին, որ երբ որ գան իշխանության կվերականգնեն չեմ ասում անգամ Սփյուռքի Հայաստանի քաղաքացիների արտերկրում քվեարկելու իրավունքը, որը եղել է նախկին իշխանությունների օրոք։ Միայն այս ներկա սահմանադրություն, այսինքն 2015-ի սահմանադրությունը Սերժ Սարգսյանի կոստյում, ինչպես բնութագրում էր Նիկոլ Փաշինյանը, դա զրկեց։ Դուք հասկանում եք, որ ինչ հակասահմանադրական ու հակաօրինական քայլ է տեղի ունեցել։ Այսինքն Հայաստանի քաղաքացին, որը շարունակում է վճարել հարկեր, ապրել, այսինքն Հայաստանում շատերը, իսկ շատերը Հայաստանում չեն ապրում, բայց Հայաստանի քաղաքացի են, չի կարող անգամ գնալ դեսպանատուն կամ հյուպատոսարան քվեարկությանը մասնակցել։ Նախկինի ժամանակ կար։ Բայց սա ինչ հնարավորություն է տալիս, ինչու շատ չեն անում։ Սա զուգորդված այն բանի հետ, որ ներկա իշխանությունները հանել են պահանջը ընտրություններից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակը փակցնելու, այսինքն դու այլևս չես իմանալու քո հարևանը, որը 10 տարի Հայաստանում չի ապրում կամ 5 տարի չի ապրում, մեկ էլ գնում էր առաջ տեսնում էր, որ քվեարկությանը մասնակցել է, ասում են չհասկացա, եկավ մասնակցեց գնաց եւ այդ կեղծիկը բացահայտվում է։ Հիմա այդ պահանջն էլ չկա։ Հիմա իշխանությունը փոխել է եւ թաքուն իրանք լիքը բան են փոխում։ Այսինքն ընտրություններին ասելու են մասնակցել այդ պայմանական ասած 1,5 միլիոն մարդ, բայց դուք անվանապես չեք իմանալու ովքեր են մասնակցել, հետեւաբար դուք անվանապես չեք կարող վերահսկել։ Իսկ որտեղ անունները, այո, դուք չեք իմանում ում օգտին է քվեարկել, բայց եթե ընտրությունը միայն Հայաստանի տարածքում է, եւ դուք գիտեք, որ այդ մարդիկ ընտրության օրը Հայաստանի տարածքում չեն, ուրեմն բացահայտ է, որ խախտումներ է։ Իսկ ինչ է հիմա տեղի ունենում։ Հիմա լիքը, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, խախտումներ է տեղի ունենում, դու գնում ես, դու բացահայտում ես մի քանի ընտրատեղամասերում կեղծիքները, իրենք ասում են դա տեխնիկական վրիպակ է, օրինակ համար, դու 12 քվե ստացա այս տեղամասում, 54 մյուսում, 30 քանիս մյուսում, բայց դու կարողանում ես այդ 3 օրվա ընթացքում, որը քեզ տրված է, 10-12 վերահաշվար կատարել, շատ չես կարող, դու 1000 հոգյանոց թիմ չունես եւ նաեւ իրենք են process-ը ձգձգում, վերջում ասում են, այո, այդ տարբերությունը ընդամենը 500 կամ 600 ձայն է, որը միևնույն է չի ազդում ընտրությունների վերջական արդյունքի վրա, դրա համար էական չի։ Այո, բայց դա 10-12 ընտրատեղամասը 2014 ընտրատեղամաս կա։ 2014-ում եթե ամեն տեղ, այսինքն 10 ձայնի խախտում էլ լինի, դա 20,000 է, 20,000-ը արդեն 3-4% է քվեարկության։ Եթե ոչ 5%-նաց քանի հոգի կմասնակցի ընտրությունների։ Դրա համար այս ամբողջը սա է, ցավալի վիճակ է, որ ըստ էության մենք 26-ի ընտրություններին գնում ենք ավելի ոչ ժողովրդավար, ավելի, այսպես ասած, ոչ գաղափարական հողի վրա։ Այո։ Պարոն Բաբյան, իմ ժամանակս ավարտած է, դակամին 4 րոպե, սակայն ցեզի տաշ ազատ կցկենք խնդրեմ։ Գիտեք, հիմա ընդհանրապես քննադատել է, այսինքն միշտ հեշտ է, ինչ պիտի արվի։ Ես ասում եմ, մեզ մեկը խոսացի ատոմակայան, այո, առաջարկում եմ քննարկել այդ հարցը խորանալ նորից եւ կանադացել Սկանդու ռեակտորի մասին, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի էժանով եւ ֆինանսավորման աղբյուրներ ունենալով, օրինակ նույն ճապոնացիներից կառուցել եւ հումքի խնդիր չունենա եւ հետագա 4 միլիարդից եւս խուսափել, որ բանա, պիտի 10 վառելիքի համար։ Մյուս հարցը դրոնների հարցը։ Այն դրոնները, որ մենք գնում ենք իրաց, մեզ պետք չի։ Դրանք դանդաղընթաց մեծ տարածքների վրա GPS-ով կառավարվող
եւ ամենաբացական առումով ներքին հարմար շարժիչով գործողներ են։ Արդեն եթե 11 իսկ ներքին հարմար նշանակում է որ ցանկացած հակաօթային պաշտպանական միջոցը անգամ են ուսին դրվող, այսպես պեզերկաներով կարելի է ոչնչացնել։ Դա կիրառելի է միայն մեծ ռազմաճակատների պարագային, որտեղ այդ խտություն չկա եւ ինչպես ամերիկացիք են օգտագործում եւ մյուսները հիմնականում ծովային հետախուզություն կատարելու համար։ Դրանք հարվածային էլ չեն, ծովային այդ գումարը պիտի Հայաստանում դրվի, Հայաստանում կան։ Ես կարող եմ ասես պաշտոնապես Հայաստան ասել, որ Հայաստանում այսօր իսկ կան ընտրություններ, որ շատ ավելի էժան, տասնապատիկ ավելի էժան եւ այդ խնդիրները շատ ավելի լավ լուծող դրոնների ունեն փորձանմուշները եւ որոնք նաեւ միջազգային փորձագիտական փուլ են անցել։ Ինչու չկա դրա արտադրությունը։ Որովհետև իշխանությունը պիտի պատվերատուն լինի իշխանությունը։ Դու չես կարող մասնավոր ընկերություն դնես հարյուրներով արտադրես, հատկապես երբ որ իշխանությունը նաև դրա թույլտվությունը քեզ չի տալիս։ Սխալա էլի ամբողջը կապել դրսի հետ եւ վաղ էլի ձեռքերը թափտալ ասել վայ չեղավ եւ այլ որտեւ այդ 20-22 հատը որ պետք է առնացվի դի հարց լուծողը չի հետո թանկ է 500,000-ից $1 միլիոն ամեն դրոնը հետեւաբար նաեւ դրոնները պետք է զարկ տալ ներքին արտադրության վրա հատկապես այդ ուղղությամբ մի քանի լուրջ աշխատանքներ կատարված են այն որ ասում են ուղղայաց թրիչկով շատ ավելի լավական վատերը կան որոնք գնվում են այսօր հասկանալի չի ինչ են վատը գնում երբ որ լավ արտադրող է դա արդեն ոնց որ ասած հետագայում կարելի է զբաղվել այդ մյուս հարցերը մյուսը աշխարհակաղակական մեծ փոփոխությունների շեմին են կանգնած դա կախված է Արևմուտք Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների հետ Իրանում մեծ փոփոխությունները բերելու են նրան որ Ադրբեջանի կարևորությունը ընկնելու է Իրանի կարևորությունը բարձրանալու է Թուրքիան դառնալու է Իսրայելի թիվ 1 թշնամին եւ իսրայելա-թուրքական հակամարտությունը դա այլ վիճակա ստեղծելու սա էլ պիտի հաշվի առնել դե ժամանակը սպառում է կարծում եմ այսքան Դակավին ունենք մերուգես ռովե բարոն Բաբյան նախ պիտի խնդրեք որ ասեմ որ այսօր բարոն Բաբյանը շատ հետաքրքրական գրառում մնացել իմ երկու գայքերուց վրա հարաբերակացը բավական գիտական էր ասիկա մեկ բարոն Բաբյան նախ շնորհակալություն հայտնի անած ինձ պիտի խոստանաք որտեղ ցել բոլորը սազը հայերը գիտեն Հայաստանի սպիրտնագլսը ինձ խոստացակ նույն հարցազրույցը անկնելով պիտի դենք երբ որ ցեժանագները շնորհակալ եմ գիտեմ որ ցեզ օրը 3 միլիա գրավիր է եւ դարձյալ ինձ հասնիկ շնորհակալ եմ ադոնամար եւ ողջունեմ ինձ խոստանաք շուտով անկներեն հարցազրույց այո խոստանամ ցեզի ցեզի շնորհակալություն եւ Ասված ցեզի ավելի ուժ եմ գրով դա որտեղ Հայաստանի մեջ կբացի քաղաքամիտքը սակայն դուք բացառություններով բացառություն եք շնորհակալություն ձեզ բարոն Բաբյան շնորհակալություն See you next week քանի որ անգլերեն Because you promised I will follow up and I will track Thank you very much Mr. Babyan Okay Thank you very much Okay Bye Bye Have a nice day